Մի րոպե սպասի։ Ինչ սպասեմ, ում սպասեմ, իհարկե ինչ է փոխվելու։ Միայն քայլում ես։ Դու ավելի լավ առաջարկ ունես։ Մի րոպե կանգ առ ու տեսնենք, մտածենք, որտեղ կարա լինի Անգելինան։ Որ կանգնեմ սիրտս կկանգնի։ Քո Անգելինան ամեն վարքյան ապացուցում է, որ այդ տղային ավելի վերադասում քան մեզ։ Մի րոպե, էլի խնդրում եմ, մի րոպե կանգնի։ Մի րոպե։ Արի մտածենք։ Ինձ թվում է ինքը շախոցների տանն է։ Եթե այդ տղային փակել են ոստիկանությունում, գնա իրանց տուն ինչ անի։ Տղային փակել են, բայց մեր աղջկա սիրելի Աննա Բագրատովնան տանն է։ Դե քանի որ իրան չեն կարա զանգենք, զանգի Միքայելին։ Միքայելը համարում է, որ ինքը պիտի զանգի, մենք պատասխանենք։ Գնացինք։ Երես իմ կյանքը փրկեց։ Երեխես իմ երեսից հայտնվեց այդ իրավիճակում։ Ես ինչ չեմ ների։ Եթե սա չլինի առաջին ու վերջին գիշերը, որ նա ոստիկանության պատերի ներսում գիշերի։ Չէ, ես ինչ չեմ ների։ Ուր է աղջիկս։ Ձեր հանցագործ տղային էլ փագեցին։ Չպրծանք ձեզանից։ Անգելինա։ Անգելինա։ Լեմյան ձեզ կարգի հրավիրեք, եթե չեք ուզում ստեյց դուր շպրտվեք։ Ես ինչ հաշիվ է։ Դու ինչ հաշիվ պետք է լինի, Միքայել ջան։ Մարդիկ որոշել են, որ գան շախուսների տունը ու փնտրեն իրանց աղջկան։ Առանց հարցնելու, որ կարող է ես ունից դուրս գամ ու իրանց պահվածքի համար ես տնից դուրս չպրտեն։ Նա մի հատ փորձիր։ Չէ, փորձել պետք չի։ Եթե ձեր աղջկան եք եկել ման գալու, մեր տունը ձեր տրամադրության տակ է։ Կարաք ման գաք։ Փնտրեք։ Մեկ էլ տեսակ կարող եք գտնեք։ Դու արդեն պիտի գնաս։ Չեմ ուզում։ Ինչ ես նենց անում, որ ջղայնանում։ Հաց կերել ես։ Հա, խորոված ու քյաբաբ եմ կերել։ Մի քիչ շոքա, թե չէ խաշել կուտեի։ Ես անհանգստանում եմ, իսկ դու։ Արևս լավ էլի, ոչ հավես ունեմ, ոչ էլ սոված եմ։ Ձեր գնալու ժամանակն է։ Մի բան խնդրեմ ձեզ։ Իրան տաքսիով կճանապարհեք։ Իհարկե, հանկարծ նորից ուշաթափություն չունենա։ Ինչ չունենա։ Գիտակցության կորուստ։ Ես ինչ է խոսում ես մեր աղբերը Անգել։ Ոչ մի լուրջ բան։ Անգելինա։ Միցև պիտի ասնեի քո մոտ, թե չէ։ Չմոռանաս տաքսիով ճանապարհել։ Ձեթ ջան, ես խի քնած չես բա։ Ես ոնց կարող եմ քնել, եթե դու տանը չես տղա ջան։ Դու երևի մոռանում ես, որ ես Մոսկվա ծնված, մեծացած տղա եմ։ Իմ համար վախենալ պետք չի։ Բայց ես անհանգստանում եմ, չէ՞։ Բացի դրանից ինչ եմ պատասխան տալու հորդ մորդ, եթե գլխիցդ մաս ծռվեց, հա։ Հիմա տանում եմ ձեթ ջան։ Դու հանգիստ կասկնես քնես։ Բարձա, որ տանում ես։ Ասում ես ուր էիր։ Հանկետ այս լրացնում ձեդը։ Դու քո պապուտ կարող ես վստահել։ Կապ չունի, ինձ ասես թե սեղանին։ Ես գաղտնիք պահել գիտեմ։ Դու ասա ինձ, կարող աղջիկ, հա։ Հա,
Բայց քո իմացած ձևով չէ։ Հիվանդանոցում էի։ Աղջիկն է հիվանդանոցում։ Հա, ու պատճառը այն ձեր շախունցների տղեն է։ Քո այն մյուս թոռը։ Ոստը։ Չեմ հավատում։ Ինչի դու տեղյակ չէիր։ Գիտեի։ Բայց չգիտեի, որ դու էլ ես դրա մեջ։ Ես պատական իմացա այս խառը կապերի մասին։ Այդ աղջիկը միլիցու քույրն է, ում զենքով Հենրին է կրակել։ Հա, Մերին։ Սեմի քույրը։ Ես չեմ հասկանում, բազմաղբյուրից բացի ուրիշ գյուղ չգիտեք։ Կամ ինչի գյուղ։ Քաղաքում աղջիկ չկա, որ գնացել հասել եք բազմաղբյուր։ Դե բա ում եք սպասում։ Մեր տունը ձեր տրամադրության տակ է։ Խնդրեմ, Ձայնը չբարձրացնես։ մնում էր մեր տան մեջ դուք որոշեք իմ ձայնի տեմբրը բարձրացնեմ, թե ցածրացնեմ։ Դուք մեր կյանքը քաոս եք վերածել։ Մենք մեր երեխուն կորցնելու ճանապարհին ենք։ Վիկտորիա, հանգստացիր։ Վիկտորիա ջան, իհարկե կներես, որ ասում եմ, բայց դուք ձեր աղջկան մեր տանը չեք կորցրել, որ հիմա եկել եք մեր տանն եք ման գալիս։ Անգելինան էստեղ չի, եթե մեզ չեք հավատում, կարող եք ինքներդ ստուգել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր աղջկան առհասարակ կորցնելուն, ապա այո, դուք Անգելինային կկորցնեք, եթե շարունակեք իմ Հենրիին այդպես վերաբերվել ու դեմ գնալ իրանց հարաբերություններին։ Հավատացեք, ես գիտեմ ինչ եմ ասում։ Մենք էլ գիտենք, թե ինչի ենք դեմ ձեր տղայի ու մեր աղջկա հարաբերություններին։ Լավ գիտենք։ Մանկավարժի ընտանիք է կոչվում, գիշերվա հազարը, մենք պետք է քնենք հանգստանանք։ Իսկականից ոչ նոր տարի է, ոչ հարսանիք է, ոչ է բանակի քեֆ է։ Եթե ուզում եք համոզվել, որ ձեր աղջիկը ստեղ չէ, եկեք նայեք մեր տունը, եթե չէ, թողեք գնացեք։ Միքայել, սպասի։ Իսկ կլինի հանգիստ նստենք, խոսենք, հասկանանք, որտեղ կարող է երեխեն լինի։ Հաստատ մեր տղայի հետ չի։ Առավել եւս, որ մեր տղայի հետ չի, ուրեմն ավելի պիտի անհանգստանանք։ Բա եթե ուզում ես գնա, հետները մանարի թե զուրա հարսիկդ։ Վիկտորիա, գնանք, մենք ստեղ աներիք չունենք։ Գնանք։ Ես ուղղակի զարմանում եմ, դուք ոնց կարող եք այսքան սառն ու անտարբեր լինել Հենրիի սիրած աղջկա հանդեպ։ Բա ասում էիր կարգով շնորհքով ամուսնացնենք, մոռացար։ Կյանքս ես բան չեմ մոռացել։ Էլի եմ ասում։ Ուղղակի սրանք իրենց պահվածքով նենց են անում, որ մարդ հիասթափվի ամեն ինչից։ Նենց են անում, որ դու էլ անձամբ դեմ լինես այդ երեխեքի կապին։ Լավ կլի դու մտածես քո երեխայի մասին, այն որ կրսկի տակ է դերևս։ Դրա առողջության մասին մտածես։ Ոչ թե։ Նենց որ գնա քնելու։ Մամ։ Մնացել են հիվանդանոցում։ Չէ, Հենրին մեղավոր չի։ Ես ամեն ինչ իմ աչքերով տեսել եմ։ Ինքը անմեղ է։
ասացիր, որ երկուսով զենքի կռիվ էին տալիս։ Բայց ես վստահ եմ, որ ինձ Հենրին է գրակել։ Ոնց ես պատկերացնում իմ եղբայրը ոնց պիտի իմ վրա գրակեր։ Բայց պատահական է, չէ՞ կրակոցը եղել։ Արամ տպավորություն է, որ դու քո եղբորն ես պաշտպանում։ Ինչի քնած չես։ Չեմ կարողանում։ Ցավեր ունես։ Չէ, չունեմ։ Այսինքն ունեմ, բայց ֆիզիկական ցավ չի։ Հոգու ցավը։ Իսկ դրան ոչ մի ցավազրկող չի օգնի։ Հիմա հանգստացնող կներարկեմ, միջև լույս հանգիստ կքնես։ Ինչ վիճակում ես, Սեմ։ Ես ինձ մեղավոր եմ զգում քրոջս առաջ։ Ինչ էի այդ անտեր զենքը վերցրել ու ժամերով խոսում։ Միանգամից գրակելու փոխարեն։ Խորտակեցի կյանքս։ Կարիերայից վրա էլ խաչ քաշեցի ու հանուն ինչի։ Ինչ մեծ դժվարությամբ էի հասել ոստիկանի իմ աշխատանքին ու ինչ հեշտությամբ ու խայտարակությամբ կորցրի այն։ Ոնց ես քուրս։ Ես հիմա պիտի կողքիդ լինեի, ոչ թե այստեղ վերընկած։ Մերին ոնց է։ Կապակինվի։ Դժվարություններ է հաղթահարում։ Այն կապը կտրած լակոտի պատճառով։ Ինչքան կարելի է նույն բանն ասել, ինչքան կարելի է սխալ ենթադրություններ անել։ Հենրին չի արել, Հենրին չի կրակել Մերիի վրա, Սեմն է այդ արել։ Դուք ինձ սովորացրել եք փոքր ժամանակվանից, որ չի կարելի մարդկանց ճակատագրերի հետ խաղալ, իսկ հիմա դուք եք խաղում Հենրիի ճակատագրի հետ, մամ։ Աղջիկ ջան, դու տարված ես այդ տղայով եւ նրա քայլերը չես տեսնում։ Պապ, բայց ոչինչ, որ ես այդտեղ էի։ Ու ես իմ աչքով տեսել եմ իրականություն, ու հիմա Մերին հիվանդանոցում պարկածա ոչ թե Հենրիի պատճառով, այլ Սեմի։ Անգելինա, դու շարունակում ես պաշտպանել այդ լակոտին, մեղադրելով Սեմին։ Սեմի հետ դուք մեծացել եք։ Քույր ու եղբոր նման եք եղել, ամոթ չես անում։ Մամա, չես հասկանում, որ Սեմն է կրակել։ Դե քննիչները կպարզեն ով է կրակել եւ ով է մեղավոր։ Դու ավելի լավ ասա ուր էիր։ Մենք քեզ շախունցների տանն էլ փնտրեցինք, բայց չգտանք։ Շախունցների տանը։ Քեզնից հեռու չի։ Դու կգնայիր իրանց տուն։ Անգելինա։ Վիկտորիա։ Չիմանանք ուր էր։ Կարևորը որ հիմա տանն է։ Բագրատ, կներես, որ քեզ անհանգստացնում եմ։ Դու միշտ էլ կարող ես ինձ անհանգստացնել, ասա։ Բագրատ, ես հիմա մոբայլ ցենտրում եմ, մի հատ շատ լավ հեռախոս եմ տեսել, կարող եմ վերցնել։ Կարող ես վերցնել։ Դա իմ նվերն է քեզ։ Բարով այլես։ Լավ կյանք ջան։ Լավ։ Կմոտենաք։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Բարև ձեզ, ինձ այս մոդելն է հետաքրքիր։ Այո, սա Samsung Galaxy S25 Plus մոդելն է,
Կարող եք նել։ Վախ, սիրտս հովացավ։ Ես էլ եմ շատ սիրում այդ Մարտինայի պաղպաղակ։ Երևում է, Կարո ջան, 4-րդն ես ուտում։ Հա որ։ Չեմ էլ նկատել։ Երևի ջղայնությունից կլինի, գիտես։ 1000 անգամ ասել եմ։ Մի բարկացի։ Պաղպաղակ կեր կյանքդ վայելի։ Էլի կյանքս վայելեմ։ Քո կողքին մարդ պետքա միշտ կյանքը վայելի ցավը տանեմ։ Ուղղակի են ձյաց հենդոն շատ հունից անես, տեղս չեմ գտնում։ Շատ կոպիտ մարդ է, չթողեց ընկերոջս կողքը լինեմ։ Կարո ջան, ուզում եմ հասկանամ ոնց է իր ընկերոջդ կողքը լինելու։ Այդ մարդը ճաղերի ետևում է։ Յաննա ջան, կմնայի պատուտակ այնքան ժամանակ, մինչև լուրը հասներ Հենրի աղբորս։ Համ էլ ուզում եմ ամեն ինչ անեմ, որ Հենրին ինձ ների։ Յանա, ոնց որ Հենրիի մասին չես մտածում, հա? Կարո ջան, ինչ ես խոսում, ոնց կարողա չմտածեմ։ Ուզում եմ օր առաջ ազատության մեջ լինեմ։ Բայց ոնց որ անտարբեր ես։ Առաջվա նման Հենրիի համար չես մեռնում։ Հələ մի հատ հարց տամ, էլի քեզ։ Այ օրինակ, ինչքանով ճիշտ կլինի, որ հիմա ասենց պաղպաղակ ուտելով քեզ հետ քայլում եմ, բայց մեռնեմ Հենրիի համար։ Ճիշտ կլինի։ Չէ։ Այ դրա համար էլ մի բողոքի։ Ես ճիշտը սիրող ու հարգող աղջիկ եմ, աղավ։ Համել արի ես ուտենք, հետո մի հատ էլ էլի վերցնենք, մի հատ էլ ես շոկոլադ եմ ուզում։ Կլինի։ Ճիշտն ասած, ես էլ էի ուզում առաջարկեի, ուղղակի ամաչում էի։ Այս մեկն էլ որ ուտեմ հաստատ կհովանամ։ Դժվար դու հովանաս։ Ինչ ուզում ես արա, մենակ տղուս տեղից անի։ Գրավի համար ինչքան փող ուզեն, համաձայնվի։ Դե, եթե միայն իրանք էլ համաձայնվեն գրավի դիմաց ազատ արձակել Հենրիին։ Բան հենց արա որ համաձայնվեն։ Միքայել, մի րոպե հանգիստ։ Կամ տղուս հետ ես դուրս գալիս ես շենքից, կամ էլ ընդհանրապես կարաս դուրս չգաս։ Միքայել Շախունց, ես ձեզ շատ հարգում եմ, բայց ես կխնդրեմ, որ իմ նկատմամբ էլ հարգալից լինեք։ Փաստաբան աղբեր, ներող կլնես Միքայելին։ Դե ներվերը տեղի կա տալիս, որդին ստեղա նստած է, ինչ որ բաներ չեն կարողանում անել։ Կներես իրան։ Հանգիստ բայելի քեզ մի քիչ։ Չէ, ինչի թողեք լուրջ ընդունի, որ Հենրին ստեից անի։ Բայց դրա համար էլ ստեղա, որ անի Հենրին էլի։ Շատ ուրախ եմ, որ արդեն լավ ես մեր։ Բայց ես չասեցի, որ լավ եմ։ Դե մինչև քո մոտ մտնելը խոսեցի բժշկի հետ, ասաց, որ վերականգնվում ես։ Վերականգնվում եմ։ Գնա սիրելիդ ասա, թող նորից կրակի։ Բայց ես անգամ մահացում։ Մերի, ինչ ես խոսում, կարամ հասկանամ։ Հենրին քեզ չի կրակել, փաստորեն դու սենց ես, հա տրամադրված։ Ես էլ ուզում էի գայ, որ քեզնից օգնություն խնդրեի, որ ի օգուտ Հենրիի ցուցմունք տաս։ Ինչ ես խոսում, Անգելինա։ Դու լուրջ եկել ես ու խնդրում ես, որ ես օգնեմ Հենրիիդ։ Ում պատճառով, որ ես էստեղ եմ, ու ում երեսից եղբայրս։ Եղբայրդ փակի տակա մենակ իրա խելքից։ Ոչ մեկը մեղավոր չի, առավել եւս Հենրին։ Իմ ներկայությամբ հերիքա դրան պաշտպանես։ Չէ գժվելու բանա։ Եկել է ու խնդրում է, որ հոգուտ իր սիրելիի ցուցմունք տամ ընդդեմ իմ եղբոր։ Դու լրիվ ես գժվել։ Ես չեմ Մերի, բայց ոնց որ դու Սեմը լրիվ գժվել եք։ Հենրին ձեզ անշահախնդիր օգնեց, իսկ դուք երկուսով չգիտեմ ինչ ձև եք ձեզ պահում։ Ով ես դու, որ Մերիի հետ ես տոնով ես խոսում։ Իսկ դու ով ես։ Կարող եմ հասկանալ ինչու եք աղմկում հիվանդանոցում։
Այդ ձեր գործը չի։ Չէ իսկապես։ Այնքանով է իմ գործը, որ դուք պետքա դաստիարակություն ունենաք, որ հիվանդին հարգելով ձեր ձայնը չբարձրացնեք։ Ձեզ ոչ մեկ թույլ չի տվել իմ դաստիարակությունից խոսել։ Դուք թույլ տվեցիք հենց ձեր պահվածքով։ Արամ պետք չի։ Անգելինան գնում է։ Ինչքան էլ ես հարգում եմ մեր այս հարազատությունը, բայց մեկ է։ Դու ու Սեմը ձեզ ապերախտի նման պահեցիք մերի։ Իսկ դուք դեռ պատասխան կտաք ձեր այս պահվածքի համար։ Շատ համարձակն ես։ Կսպասեմ։ Իսկ հիմա խնդրում եմ դուրս գալ։ Ինչ վիճակ էր ներսում։ Բաց են թողել գրավի դիմաց, երկրի շբացակայելու պայմանով։ Դե աշներս լույս լնի աղբեր ջան։ Միջև դատավարությունը դուրը կմնա, ինչ ա եղել որ։ Դե հա մեղավոր չի։ Գործի ընթացքը ցույց կտա։ Պարզա։ Կանգնը չես խոսում։ Կարող է տեղը տաքեր։ Անազատության մեջ մտքերդ հերթով կարգով դասավորվում են, պապ ջան։ Բաց չէր։ Մենք ստեմենք պատ ենք տալիս, մեզ։ Դու ասում ես վատ չէր։ Պապի ջան, դու հանգիստ եղի։ Ես քո համար ինչքան պետքա կնստեմ, կփակվեմ ու կմտածեմ։ Ուղղակի մի հատ հարց կա։ Մի բան մութ մնաց։ Դու տղա ջան, ոչ մի մոտ բան չկա։ Լակոտի ձեռը զենք հանգել, ուզում ա ինքնա հաստատվելի։ Լավ, հերիքա, էլ մի շարունակի թեման։ Այդ հեռախոսով խոսամ։ Մաքուր է, չէ՞ դուրս գալու։ Ըստ նախաքննության կարծում եմ հա։ Հիմա պատճառներն են ուսումնասիրում։ Դու ոչ մի պատճառ էլ չկա, զենքը ձեռ կա, ինչ ուզում անում ա։ Դե հա, ինքն էլ համակարգի աշխատող է։ Եթե քույրը չբողոքի, իրան էլ շատ շուտ բաց կթողեն։ Բայց պատիժը խիստ է լինելու։ Կզրկեն զենքից ու դիրքից։ Դու դեռ կգաս տուն, մերի։ Ու մենք դեռ անպայման կխոսենք։ Հենրի։ Հրեշտակս։ Ես ո՞նց ես կարողացել զանգել Հենրի։ Ուր ես։ Ուզում եմ հենց հիմա քեզ տենամ։ Չեմ հավատում, Հենրի քեզ բաց են թողել։ Բա քո Հենրիին ոնց բաց չէին թողնի։ Ասա տեղդ գալիս եմ։ Տուն գնացել ես, մամայիդ տեսել ես։ Կտենամ, բոլորին էլ կտենամ, բայց հիմա ուզում եմ քեզ տենամ։ Ես տուն եմ գնում, բայց դու էլ տուն գնա, որովհետև կարևորը հիմա մամա տան հանգիստ է, սպասում է։ Լավ, իմ խելացի աղջիկ, կապի մեջ կլինենք, բայց անպայման պետքա տեսնվենք։ Եկել է ու պահանջում է, որ եղբորս մեղադրեմ, դու հասկանում ես, իմ եղբորը ես մեղադրեմ։ Մերի, դու հիմա հուզվելու իրավունք չունես, ավելի կվատանաս։ Իմ համար մեկը։ Ես հոգնել եմ այս կյանքից, հոգնել եմ մարդկանցից, ես չեմ կարա առանց Սեմի ապրեմ։ Ես չեմ ուզում տեսնեմ, թե ոնց են Սեմին մեղադրում։ Մերի ուշքի արի, տեսար ոնց էր պայքարում իր սիրո համար, ոնց էր բղավում։ Իսկ դու պետքա ուժեղ լինես։ Ես մենակ չեմ կարա ուժեղ լինեմ։ Ես կողքիդ եմ, Մերի։ Մերի, Մերի ոնց ես։ Ես հեսա բժիշկ կկանչ։ Խնդրում եմ դուրս եկեք։ Մերի, հիշի, դու մենակ չես, ես կողքիդ եմ։ Դուրս եկեք, ես պետք է բժիշկ են կանչեմ։ Վայնա, բալես հերիք հալած ես։ Այ կտեսնես հիմա պապիկը տու պապատ, Հենրիին կվերցնեն ու տուն կբերեն։
Երանի հենց տենց էլ լինի։ Կլինի, որովհետև մեր երեխեն անմեղ է։ Ես եղբորս անմեղության վրա չեմ կասկածում, հորքուր։ Պապան ու պապիկը իրան դուրս կհանեն։ Այ բայց Սեմը… Սեմը ինչ։ Ես չեմ հասկանում, հիմա քո համար աղբերը դա կարևոր թե Սեմը։ Երկուսն էլ կարևոր են մամ։ Այս երեխան խելագարվել է։ Հաց չի ուտում, ջուր չի խմում։ Բալես, կարող է դու իսկապես սիրահարվել ես։ Ֆայնա հավաքի քեզ։ Ինչքան անպետք կա գնում կպնում ես։ Ինչա տեսքդ տեղը չի թե կրթությունդ։ Ախր ինչի է որ դու որպես մայր ինձ երբեք չես հասկանում, մամ։ Ինչի է որ ես ինչ անում եմ քո աչքին վատն է։ Ում հավանում եմ վատն են։ Իսկ Հենրին ինչ անի չանի քո համար նորմալ է։ Տղես։ Բարով եկար իմ սիրուն տղա։ Ինչու՞ս։ Ես գիտեի, որ դու մեղավոր չես։ Աստված իմ տղես աչքերից չեմ հավատում, ինձ թվում է մի ամբողջ հավերժություն քեզ չեմ տեսել։ Լավ, հասկացանք։ Գրավի դիմաց եմ բաց թողել, որ երկրից չբացակայի այդ պայմանով։ Ինչով տեսնենք ինչ կլինի։ Կարևորը բաց է թողել։ Մեր երեխեն անմեղ է։ Հետաքննությունը կպարզի, որ այս երեխեն անմեղ է։ Կարևորը, որ մենք գիտենք, որ անմեղ է։ Մնում է իրանք իմանան, որ մեր երեխեն անմեղ է։ Դու հետ չես գնալու։ Այ կտեսնես արդարությունը կհաղթի։ Բարսագույն դատարանը դա խղճի դատարանն է։ Եթե ազնիվ լինենք, արդարությունը կհաղթի։ Դե հա, ուրիշներին դատելու ժամանակ արդարությունը ավելի շատ ենք սիրում։ Արդարությունից եք խոսում։ Իհարկե, հաշվի առնելով այն, թե որտեղից ենք գալիս։ Իսկ Սեմը։ Սեմը ինչ։ Սեմի հետ ինչ է լինելու։ Նստելու է, ինչ պիտի լինի։ Ֆայնա։ Այդ հավաքի քեզ։ Այդ անխել քանցագործին մեկը նստեցնելու են։ Դու ոչ պետք է լացես, ոչ էլ անհանգստանաս իր համար։ Հենրի մի հատ նա ինչքան ուժեղ ես դու։ Ինչքան մարդակու համար անհանգստանում։ Այդ երեխեքը մեղք են հասկանում, ես մենակ են։ Մեղքա բերտունը պահի։ Մի հատ վերջացրու Ֆայնա։ Եթե հանցագործը պիտի իր պատասխանը ստանա։ Լավ, դե մի շարունակի։ Արդեն ինչ որ պետք նա ես ու Անետը իրան ասել ենք։ Ոնց տնում եմ, լավ չեք ասել։ Լավ չի հասկացել։ Հանգիստ թողե요։ Այս տանը բոլորդ մենակ ձեր մասին եք մտածում։ Երբեք ուրիշ ոչ ոքի մասին չեք մտածում։ Մի հատ տարի մի մոռացի, հա, որ ես եմ իր վիրահատության փողը իմ ձեռով տվել, որ չմեռնի ու քուրը մենակ չմնա։ Լավ ես արել տղես։ Աստված քո բարության համար քեզ կհատուցի։ Բարություն ես արել, հիմա անընդհատ պետք է երեսով տաս։ Պետք չի։ Ոչ մեկդ էլ ոչ մի բան մի արեք։ Սպաս։ Թող մի քիչ մենակ մնա։ Տղես սոված չես։ Չգիտեի, որ գալու ես, թե չէ սեղան կդնեինք։ Սիրտդ ինչ ա ուզում, ասա հենց հիմա սարքել։ Չէ, ես հիմա պետքա դուրս գամ, մինչև գամ համով բաներ կսարքեք։ Ուր ես գնում, նոր ես եկել։ Անգելինայի մոտ փափուր պետքա գնամ։ Այդ տղա քրոշ ես ասում։ Դու իրանից բետար ես։ Դե ուր ես գնում, սպասի տունը մնա, նստենք, խոսենք, զրուցենք։ Քեզ բան արա։ Պապի ջան կհասցնենք խոսանք։ Հիմա գնամ մատ լողանամ փոխվեմ ու թռնեմ։ Մամ ջան, դու էլ Ֆայնային ուշադիր կլինես, հանգարց սիրուց չմեռնի։ Դե հանգիստ թողեք, երեխուն տեսնում եք տանջվում է։ Ում համար։ Ում։ Խայտարակություն ասա։ Լավ, վերջ։ Համով բաներ ենք սարքում, որ երեխուս տուն գալը նշենք։ Պապ, Միքայել, շնորհակալ եմ, որ երեխուս տուն բերեցիք։ Վայ։ Հիմա նա ես կան շնորհակալ ու երջանիկ պիտի լինես,
Հերին օրը մեջ կտանեմ քնչական հետ կբերեմ։ Դե հա դե ինքը չի կարող պահը բաց չթողնել։ Դու ծառայելու չին։ Հորս եմ կաշա։ Փորձաքննությունը ավարտված է։ Դուք մեղադրվում եք պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Բա մնացածը։ Մնացածում էլ եք դուք մեղավոր, քանի որ զենքի վրա ձեր մատնահետքերն են։ Քանի որ բողոք չկա, բնականաբար ձեր քույրը չի մեղադրում ձեզ։ Դատավարություն չի լինի։ Այդ շատ լավ եղավ։ Առանց ետ նայելու ավելի հեշտ վրեժս կլուծեմ։ Հարգելով հորդ հիշատակը եւ հաշվի առնելով, որ քրոջդ կյանքին վտանգ սպառնացող վիրավորում չի եղել, եւ դու հանդիսանում ես տան միակ խնամակալը, ստորագրությամբ եւ երկրից չբացակայելու պայմանով քեզ բաց ենք թողնում։ Համակարգից դուրս եք հանում վերջնականապես։ Շնորհակալ եղի, որ չեն դատում։ Անգելինա, դու արդեն չափն անցնում ես։ Գնում ես առանց զգուշացնելու։ Մերիի մոտ էի։ Ոնց էր լավ էր։ Երևի ես լինեի Մերիի փոխարեն, այդքան չանհանգստանայր մամ։ Ինչ ես խոսում։ Լավ էր։ Նույնիսկ շատ լավ էր։ Բայց ես իրան չեմ ներելու։ Որովհետև ինքը տենց էլ չխոստովանեց, որ Հենրին մեղավոր չէր։ Չէ, Անգելինա, դու քեզ լրիվ կորցրել ես։ Ոնց ես պատկերացնում։ Աղբուր դեմ ցուցմունք դար։ Ընդհանրապես պիտի արդարությունը խոսեր իր մեջ։ Հենրիին բաց են թողել, ասեմ դուք էլ իմանաք։ Ու ինքը մեղավոր չի։ Մոռացա ասեմ, գալիս է իմ հետևից Հենրին, որ մենք գնանք զբոսնելու։ Հասկանում ես ինչքան հեռու է գնացել ամեն ինչ։ Ու մենք սա թույլ ենք տալիս։ Ես սարսափում եմ այս ամեն ինչից։ Ինչ ես սառած նայում վրես, հացդ կեր։ Համ հացդ կեր, համ էլ ասա տենամետ ոնց է գործերը։ Ասա տնամ ինչ փուլում եք։ Ձեզ ջան, գործերը նույնն է, ոնց գիտես։ Չէ, ես մենակ քո թեման չի։ Ես արդեն մեր ընտանիքի թեման եմ, տղա ջան։ Ձեզ ջան, թող հանգիստ շնչեմ էլի։ Բայց իմանամ, ջայլ ջիվան թորսում հետա տալի առնում։ Էլ չեմ ասում մյուս թորանս մասին։ Ոնց տեսնում եմ այդ գյուղի անունը ոնց էր, բազմախբյուրի անունը պիտի փոխվի։ Փոխելա պետք, դնելա պետք մեղրա գյուղ։ Եվ գիտես ինչու, որովհետև ով գնում է, կպնում է ու փոք չի գալիս։ Ձեզ ջան, դու ես հա ասում, օգնեք, հա օգնեք։ Բայց այդ աղջիկը մենակ է մնացել, աղբերը փակի տակ է։ Չեմ ուզում մենակ թողնեմ։ Ճիշտ ես անում տղես։ Կարող ես իրարվել ես։ Պատմելուց այդ շնչառությունը փոխվում է։ Լավ էլի ձեդո, ասեցի չէ, էլի չէ։ Դու աղջիկ ընկերներ չունես։ Մերը զուտ ընկերական հարաբերություններ է։ Չունեմ։ Ես չեմ հասկանում կին տղամարդ ընկերությունը։ Վերջում մեկը անպայման սիրահարվում է։ Դե իմ դեպքում էլ չեմ բացառում, բայց այս պայծության որպես մարդ չեմ կարող իրան մենակ թողնել։ Ինչ պետքա կանենք, ինչով պետքա կօգնենք, ֆինանսական եւ այլն։ Պետք լինի այդ տաղուն էլ բանդից կհանենք, որ քրոջ կողքին լինի։ Ասում են տերովին տերն է տարել, անտերին գելը։ Բայց մեկ չենք թողնի, որ շախունցները ուրախանան։ Դե բնական անտերին էլ չենք թողնի, որ գելը տանի մեղքա։
Ապրես։ Գիտես հրեստակ, եթե այս աշխարհում մի հատ տեղ կա, որտեղ ուզում եմ ժամանակը կանգնի, այդ այն տեղերն է, որտեղ դու կողքս ես։ Այս փորձությունների միջով, որ մենք ենք անցնում, ես ուղղակի սարսափում եի այն մտքից, որ մեզ կարան բաժանեն, մենք չհանդիպենք էլ։ Պատրաստ էի մեռնեի, բայց մի պահ ավել քեզ տեսնեի։ Տեսա քո սերը, քո համառությունը, երբ ոստիկանությունում դուրս եկար դիմացս։ Բայց ես ինձ չեմ կարող ներեմ անգել, որովհետև դու իմ պատճառով հայտնվեցիր միտեղ, որտեղ երբեք չպետք է հայտնվեիր, երբեք։ Դու հիմա սենց ես ասում Հենրի, բայց այդ իմ կյանքի լավագույն պահն էր, որ կարողացա ներս մտնեմ ու քեզ տեսնեմ, գոնե մի պահ։ Տեսնես կգա մի օր, որ ես վանքի լռության ու խաղաղության պես մեր կյանքն էլ խաղաղվի։ Իմ աղոթքները հիմա մենակ դրա մասին են, որովհետև մենք կորցրել ենք մեր խաղաղությունը։ Թվում է, թե մեր կյանքի ամենապարզ բաները անհնարին են դարձել։ Հենրի, խոստանում ես, որ այս վանքում պահված աղոթքների պես մեր սերն էլ հավերժ կապրի։ Իմ սիրուն հրեշտակը։ Այն արդեն ապրում է։